4000 տարի Արցախը դեռևս պահպանվել է հայկական եւ արցախցիները պետք է ասեմ, որ բնիկներն են իրենց հողերի, իրենց բնակավայրերի մի գեղեցիկ երգ կա Տալվորիկի քաջ զավակ, չնայած դա Սասունում է, բայց ես ուզում եմ համեմատել Արցախի հետ, երբ որ ասում է այս սարերը անմաչելի մեր քաջ նախնիները հիմնեցին։ Տալվորիկի նույնն էլ կասեի արցախցիներին, որ այդ սարերը իրենք են հիմնել, 4000 տարի պահպանվել է հայկական, հայությունը այնտեղից ոչ մի տեղ չի գնացել, ասպատակել են բազմաթիվ թշնամիներ Արցախը, չթվեմ, թե ինչ ցեղախմբեր են եկել, ինչ քոչվորներ են եկել ասպատակել Արցախը հայապահպան է եղել, բայց 21-րդ դարի այս առհավիրքը, որ եղավ, արդիական դարաշրջան 21-րդ դար եւ աշխարհի առաջ ինչպես հայոց ցեղասպանությունը, այնպես էլ Արցախի էթնիկ զտումն ու դատարկումն ու ցեղասպանությունը նորից բախտ վիճակվեց մեր մի մասնիկին, որը կոչվում են արցախցիներ։ Եվ այսօր մենք փաստացի չունենք Արցախը, չունենք Շուշին։ Գիտեք, եթե շատ խորանանք այս հարցի շուրջ, շատ բաներ կարելի ասել, մեղադրանքներ շատ կան, ումը մեղադրես, ինչ ասես, մեղադրանքները չի վերջանա, բայց ես ուզում եմ անդրադառնալ, որ մենք բոլորս ես էլ մեջը մենք ազգովի ենք մեղավոր, որ այսօր չունենք Արցախ։